question from Armenian Public Television. Շնորհակալություն Մերի Խաչատրյան, պարոն վարչապետ, հաշվի առնելով Եվրամիության հետ բարձր մակարդակի քաղաքական երկխոսության շարունակականությունը, ռազմավարական գործընկերության մասին վերջերս ստորագրված փաստաթուղթը, ինչպես եք տեսնում Հայաստանի հետ Եվրամիության հարաբերությունների խորացումը եւ արդյոք այն չի վնասում Հայաստանի բալանսավորված եւ բալանսավորման քաղաքականությանը։ Եվրոպական միությունը շատ երկար ժամանակ Հայաստանի թիվ 1 գործընկերն է ժողովրդավարական բարեփոխումների գործում եւ միջայլոց նաեւ 18 թվականի հեղափոխությունից առաջ այլ խնդիր թե ինչ էֆեկտիվությամբ եւ ինչ անկեղծությամբ է այդ օրակարգը իրականացվել եւ հիմա ընտրություններից հետո նաեւ շատ կարեւոր առիթ եմ համարում որ մենք ինչպես ասել եմ արդեն Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների օրակարգը մենք ռեստարտի ենթարկենք, որովհետև նախորդող շրջանում այո մենք հետևական ենք եղել այդ բարեփոխումների ճանապարհին, բայց այն անընդհատ զուգակցվել է ինչ որ մեծ խնդիրներով, COVID, պատերազմ, յետպատերազմական իրավիճակ, այսինքն մենք գործնականում լիարժեք կենտրոնանալ ժողովրդավարական բարեփոխումների օրակարգի վրա իրականում չենք ունեցել եւ ընտրությունները եւ այս նոր շրջանը եւ Եվրոպական միության հետ մեր հարաբերություններից նոր մակարդակը եւ նոր ծավալը մեզ համար ստեղծում է պատմական շանս եւ մենք մեր ռազմավարությունը հստակ հայտարարել ենք խնդիր առաջին որը մենք պետքա լուծենք լիարժեք անկեղծ ամբողջական լինել համապատասխան Եվրոպական միության ստանդարտներին Եվ սա առաջին ռազմավարական խնդիրն է, որը մենք պետք է լուծենք, որից հետո արդեն առավել կոնկրետ իրագործման օրակարգ կարող է դառնալ Եվրոպական միության լիարժեք անդամ դառնալու խնդիրը, որը արդեն քաղաքական հարց է։ Բայց ինչպես նախկինում ասել եմ, երբ մենք լիարժեք եւ անկեղծորեն համապատասխան կլինենք Եվրոպական միության ստանդարտներին, դա մեզ հնարավորություն կտա լինել Եվրոպական միության լիարժեք անդամ։ Բայց նաև դա քաղաքական հարց է, որը կախված է ամենատարբեր գործոններից։ Եթե մեզ կհաջողվի դառնալ Եվրոպական միության անդամ, դա կլինի շատ մեծ ձեռքբերում։ Եթե ինչ որ պատճառով, ասենք Եվրոպական միությունը կարող է որոշել, որ չի ընդլայնվում այլևս, այդ դեպքում մենք նորից շատ մեծապես շահած դուրս կգանք, որովհետև մենք կլինենք երկիր, որը լիարժեքորեն համապատասխանում է Եվրոպական միության չափանիշներին եւ դա ում համար է արվում, սա շատ կարեւոր է, սա Եվրոպական միության համար չի արվում, սա արվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար, Հայաստանի Հանրապետության համար եւ սա այն ռազմավարական նպատակն է, որը մենք հետապնդում ենք, իհարկե նոր հնարավորությունները, որ բացվում են կապված տարածաշրջանային կապուղիների բացման հետ ի վերջո Ես նախընտրական շրջանում առիթ ունեցել եմ բազմիցս ասելու, որ Հայաստանի Հանրապետությունը կոնֆլիկտի փակուղուց վեր է ածվում խաղաղության խաչմերուկի եւ սա պատմական իրադարձություն է եւ մենք շնորհակալ ենք Եվրոպական միությանը, որ մեր այս ջանքերում հետեւողական եւ ամբողջական աջակցում է Հայաստանի Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետության ժողովրդին եւ իհարկե մենք դա շատ բարձր ենք գնահատում եւ նույնիսկ հիմա որ հետադարձ նայում ենք աներևակայելի է թե վերջին տարիներին ինչ արագությամբ են զարգացել Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության հարաբերությունները եւ որևէ նշան չկա որ զարգացման այդ տեմպերը դանդաղելու են եւ ես դրա համար շատ ուրախ եմ And now the last question from Shrant TV. Yeah, Virgin Shrant TV.